Արդյոք սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն փետրվարի 23-ն է, երեք չենք պատրաստում ենք հաղորդում, ճիշտ ասած ժամանակ կարող էի գտնել, բայց մեծ հաշվով շատ բան չկար խոսելու, գիտեմ, որ շատ-շատերը սպասում եք մեր հաղորդումներին, բայց ես չեմ կարող դատարկ տեղը անցկացնել հաղորդումներ, երկարացնել, որոշների նման ինչ-որ բաներ հորինել, շատ երկար խոսել, ես միշտ սիրում եմ խոսել եթե կարևոր թեմաներ կան այդ կոնկրետ թեմաներից եւ ոչ թե ջուր ծեծոցով զբաղվել, այսպես ասենք, մեր հաղորդման այսօրվա սկզբում եւ միանգամից ասեմ, որ Հայաստանի շատ բան չկա խոսելու, ճիշտ է ներ քաղաքական process-ները օրեցօր ակտիվանում են, բայց այս վայրդրությամբ ոչինչ չունեմ մեծ հաշվով ասելու, հետևենք իրադարձությունների զարգացմանը, պայման կլինի նաեւ Հայաստանի շուրջ խոսելու շատ թեմաներ կլինեն, նոր է սկսվում այդ process-ը, նախընտրական գործընթացները, միայն մեկ բան կարող եմ ասել, որ հետաքրքիր տեղեկություն ստացվեց երկու օր առաջ, որ Վրաստանը սիմվոլիկ գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան ներկրվող նավթի համար, դա իհարկե շատ մեծ եւ կարեւոր տեղեկություն է մեզ համար, եւ դա մի քանի պատճառներ միանգամից ունի, լավ լուր է առանց չափազանցնելու լավ լուր է, բայց այնուամենայնիվ մենք պետք է կենտրոնանանք նաև երկաթգծի վերանորոգման վրա, քանի որ երկաթգիծ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բազմաթիվ հարցեր է լուծելու։ Ճիշտ է, հիմա Ռուսաստանը խոչընդոտելու է, որպեսզի այդ երկաթգիծը վերանորոգվի եւ հիմա կարող է շատերը նաև ասեն, ահա Վրաստանը սիմվոլիկ գին է սահմանել, այլևս ինչ կարիք կա շտապելու, բայց չէ, շտապելու կարիքը շատ մեծ է, ճիշտ է Վրաստանի իշխանություններին շնորհակալ են, որ ահա այսպիսի կարևոր որոշում են կայացրել, դա շատ կարևոր է մեր հայ-վրացական բարեկամական կապերի համար, ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների միջև այդպես էլ պետք է լինի, երբեք չպետք է մոռանանք Վրաստանի այս կարևոր որոշման մասին, բայց նույն ժամանակ պետք է շտապենք եւ կառուցենք երկաթգիծը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Մնացած հարցերը վերաբերվում են միջազգային անցուդարձին ու կրկին հիմնականում Իրանին։ Իրան, ամեն օր մենք խոսում ենք Իրանից, բայց այնինչ արդեն տեղի ունենում Իրանում, հստակ հուշում եմ, որ պատերազմը սկսվել է, բայց այլ տեսք ունի այդ պատերազմը այս պահին։ Ամենակարևոր իրադարձությունները այս երկու օրվա մեջ այն են, որ Իրանում կրկին բողոքի ցույցերը բռնկել են, ճիշտ է, դեռ համալսարանում, ուսումնական հաստատություններում շատերը դասերի չեն գնում, չեն մասնակցում, բողոքում են իրենց սպանված ընկերների, դասախոսների համար, 40-ի մոտ այդ ժամանակն է հիմա, այսինքն երբ որ ռեժիմը սպանեց Իրանում բազմաթիվ մարդկանց, հազարավոր մարդկանց, մոտ 40 օր է անցել այդ իրադարձություններից եւ դրա համար մարդիկ հիմա ավելի շատ են սգում, հիշում եւ դասադուլներ են, որոշ տեղերում նաեւ գործադուլներ են, ինչպես նաեւ բողոքի ցույցեր են, չնայած որ այդ մարդակիր ռեժիմը շատ ու շատ մարդկանց է սպանել եւ պատրաստվում է սպանել։ Եվ այս ամենի հետ մեկտեղ մենք տեղեկանում ենք, որ Իրանում բազմաթիվ պայթյուններ են երեք տեղի ունեցել։ Ու բոլորն էլ հասկանում են, որ դրանք պատահական պայթյուններ չեն, որոնք որ Իրանում տեղի են ունեցել, միանգամից, չգիտես ինչու Իրանի իշխանությունները սկսել են անջատել ինտերնետը, որպեսզի արտահոսք տեղի չունենա, այսինքն այդ հատվածներում, որտեղ որ պայթյունները տեղի են ունեցել, բարձր որ թաքցանելու շատ բան կա, եւ ամենակարևորը այն է, որ Axios-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները 48 ժամ են արդեն հատկացրել Թեհրանին, որպեսզի Թեհրանը արձագանքի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկություններին, պատրաստ է թե չէ շարունակել բանակցությունները ատոմային ծրագրի շուրջ, այսինքն կոնկրետ շատ հստակ առաջարկներ են ներկայացվել, գիտենք, որ վերջերս նույնիսկ ծաղարը չէր բացել Աբբաս Արաքչին, Իրանի արտգործնախարարը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխանցված, որտեղ որ կային Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկներ, եւ հիմա արդեն տրվեց 48 ժամը։
Եվ սա տեղի ունենում օլիմպիական խաղերի ավարտից հետո, ես ասում եի, որ այս 4-5 օրերի ընթացքում ինչ-որ մի բան տեղի կունենա, եւ փաստացի տեղի ունենում այն, որ այդ պայթյունները Իրանում փաստեն, ինտերնետի անջատումները այդ հատվածներում նույնպես, բողոքի ցույցերը շատ հետաքրքիր ձևով կրկին վերսկսվում են, չնայած որ դաժան սպանությունների վտանգը կա, բայց այնուամենայնիվ որոշ ուսանողներ կարողանում են դուրս գալ եւ բողոքի ցույցեր իրականացնել եւ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգները տալիս է 48 ժամ Իրանին եւ ամենամեծ ավիակիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջերալդ Ֆորդը մտնում է արդեն միջերկրական ծովում է արդեն ավիակիր Ջերալդ Ֆորդը եւ հիմա բոլորն են խոսում այն մասին, որ Իրաքի պատերազմից հետո աննախադեպ թվով զորքեր են հավաքվել Իրանի շուրջ, բայց սա էլ վերջը չէ, հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել Ստիվ Ուիթկոֆը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ավելի ճիշտ Դոնալդ Թրամփի անձնական բանականացը, նա ասում է, որ զարմացած են, թե ինչու Իրանը չի գնում բանակցությունների, քանի որ աննախադեպ զորքերի կուտակում կամ մերձավոր արևելքում, ինչու Իրանը չի վախենում, եթե չեն հասկանում ինչ կարող է տեղի ունենա, եւ նա ավելացնում է այն, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է արդեն Իրանը կարողանա հարստացնել ուրանը եւ փաստացի հստակ ակնարկում է, որ Իրանը կարող է ստեղծել նաեւ կեղտոտ ատոմային ռումբ։ Հիմա սա քաղաքական հնարք է, թե իրոք նման բան կարող է տեղի ունենա, չեմ կարող ասել, քանի որ նախորդ պատերազմի ժամանակ նման հայտարարություններ եւս արվում էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, Իսրայելի կողմից եւ հիմա Վիտկոֆն է ասում, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է շատ լուրջ հարստացում տեղի ունենա ուրանի, այսինքն հնարավորություն ունենա Իրանը ստեղծել ատոմային զենք, կեղտոտ ատոմային ռումբ։ Եվ այս 48 ժամը կամ մեկ շաբաթը, Վիտկոֆի ասած, եւ առավելագույնը Դոնալդ Թրամփի 10-15 օրը, կարծում եմ այդ արդեն 15-ից բան էլ չի մնացել, առավելագույնը 10 օրը մեզ հուշում է, որ իրադարձությունները անպայման կծավալվեն, օլիմպիական խաղերն էլ ավարտվեցին եւ փաստացի խոչընդոտ որևիցե չկա, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեն ռազմական գործողությունները։ Հետաքրքիր է, որ հոգևոր առաջնորդը հասկանալով թե ինչ է տեղի ունենում, ինքը կոնկրետ հանձնարարություն է տվել Իրանի հոգևոր առաջնորդը, թե ինչ պետք է լինի իր մահից հետո, հաջորդականությունն է նախ դասավորել իշխանության, դրանից բացի Լարիջանիին փաստացի ավելի մեծ պաշտոն են տվել խորհրդականից եւ ազգային անվտանգությունից բացի ավելի մեծ եւ լուրջ պաշտոն է տրվել, փաստացի ինքը հիմա նաեւ զբաղվում է բոլոր պետական գործերով եւ հիմնական որոշում կայացնողներից մեկն է դառնում, ճիշտ է հոգևոր առաջնորդից հետո, բայց պարզ է հոգևոր առաջնորդի տարիքը, նրա սիմվոլիկ այդ նշանակությունը, պարզ է որ իշխանությունը իր ձեռքում է, բայց Լարիջանին փաստացի հիմա ստանձնում է ամբողջ Իրանի ղեկավարման այդ գործով հոգևոր առաջնորդի անունից։ Այսինքն Իրանը չի դերևս նորմալ ձևով գնում բանակցությունների, այսինքն բանակցությունների մասնակցելու համար եւ չի պատրաստում դերևս գնալ զիջումների, չգիտեմ այդ քաղաքականությունը որքանով կշարունակի։ Այս 48 ժամերի ընթացքում մենք այդ մասին կիմանանք, սիրելի հայրենակիցներ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ են զարմացած, թե ինչ ունի Իրանը, ինչի վրա է հույս դրել, որ փաստացի հրաժարվում է գնալ զիջումների։ Կան նաև տեղեկություններ, որ $500 միլիոն նոր զենք է գնել Իրանը Ռուսաստանի Դաշնությունից, նոր ինչ-որ հակաօդային պաշտպանություններ, հրթիռներ, այդ ամենը եւս մենք շուտով կտեսնենք, թե ինչ տեղի կունենա, նաև կան արբանյակային լուսանկարներ, թե ինչպես Իրանին այնուամենայնիվ հաջողվել է վերականգնել ռուսական S-300, S-400-ները կամ դրանց տեղը
լրացնել նորերով։ Դրանից բացի կարևոր է տեղեկացնել ձեզ սիրելի հայրենակիցներ այն մասին, որ Իրանը փաստացի Եվրամիության ռազմածովային ուժերը հայտարարել է որպես տերորիստական կազմակերպություններ։ Մենք գիտենք, որ իսլամական այդ հեղափոխության կորպուսին Եվրամիությունը ճանաչել էր որպես տերորիստական կազմակերպություն եւ դրանից հետո Իրանը սկսեց նման կերպ վարվել Եվրամիության նկատմամբ եւ հիմա երբ որ ռազմածովային ուժերն են ճանաչվում որպես տերորիստական կազմակերպություն, դա արվում է նրա համար, որ Իրանի ափերից ոչ շատ հեռու գտնվող ջրերում չլինեն Եվրամիության ռազմածովային ուժեր, այսինքն նրանց ներկայությունը կդիտարկվի արդեն որպես տերորիստական կազմակերպության ներկայություն եւ սա երևի թե մեկ քայլ է նաեւ Հորմուզի նեղուցը փակելու ուղղությամբ։ Մենք գիտենք, որ նաեւ Իրանը սպառնում է, որ կփակի Հորմուզի նեղուցը, չնայած որ դժվար թե իր ուժերը բավարարեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները միանգամից կկարողանան բացել Հորմուզի նեղուցը, բայց ահա իրավիճակը այս աստիճան լարված է, չնայած որ Մեծ Բրիտանիան հրաժարվեց օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին հիմա Իրանի դեմ նոր պատերազմի գործում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, Իրանի շուրջ տեղի ունեցողից եւ մենք հստակ տեսնում ենք, որ իրավիճակը գնալով լարվում է եւ պատերազմի հավանականությունը օրեցօր ավելի ու ավելի մեծանում է։ Հնարավոր է մենք օրերի մեջ ենք սխալվում վերլուծություն անելով, դե Թրամփին հասկանալը բարդ է։ Ես միշտ ասել եմ այս մասին, Թրամփին հասկանալը չափազանց բարդ է, բայց մեկ բան փաստ է, որ պատերազմը կարծես թե անխուսափելի է դառնում։ Ավելի ճիշտ, այս 48 ժամերի ընթացքում մենք դրա պատասխանը ավելի հստակ կունենանք։ Հիմա խոսենք այլ թեմաներից։ Հիմա խոսենք, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինայից։ Նախ սկսենք նրանից, որ ասեցի 2 օր առաջ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բլոկել է 90 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային, հիմա էլ սպառնում են փաստացի էլեկտրոէներգիա չտրամադրել։ Ամեն գնով ցանկանում է Օրբանը, որպեսզի Ուկրաինան վերականգնի այդ դրուժբա գծով նավթի մատակարարումը Հունգարիա եւ ասում է, որ իրենք Սլովակիայի հետ որոշել են, որ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, անջատեն էլեկտրոէներգիան Ուկրաինայի համար եւ այն աղետալի հետևանքներ կարող է ունենալ Ուկրաինայի համար։ Այսինքն հստակ հասկանում է, թե ինչ է ասում, թե ինչ կարող է անել եւ այնուամենայնիվ անում է այդպիսի հայտարարություններ։ Միտկովն էլ է հայտարարությամբ հանդես եկել Ուկրաինայի մասով, ասել է, որ հաջորդ բանակցությունները Ուկրաինայի շուրջ կարող է տեղի ունենան հաջորդ 3 շաբաթների ընթացքում եւ շատ հնարավոր է նույնիսկ Վլադիմիր Պուտինի եւ Զելենսկիի հանդիպումը։ Այսինքն ամերիկյան կողմը փորձում է հասնել այդ հանդիպմանը եւ մենք հասկանում ենք մեկ բան, որ եթե այդ հանդիպումը կայանա, ամենայն հավանականությամբ արդեն Ուկրաինայից ստացած կլինեն խոստումային մասին, որ Ուկրաինան պետք է զիջի Դոնբասը, եթե կայանա այդ հանդիպումը։ Ուկրաինան կարծես թե դեռ եւս դիմադրում է, բայց ճնշումը բավականին մեծ է ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այդ ամենին մենք փաստացի ականատես ենք լինում, չնայած որ վերջերս Ուկրաինան նաեւ որոշ հաջողություններ ունի մարտի դաշտում, խոսում ենք, որ 300 քառակուսի կիլոմետր կարողացել է ազատագրել Ուկրաինան, դրանից բացի Ռուսաստանի խորքում կարողանում է կրկին նորանոր հարվածներ հասցնել տարբեր գործարանների, նոր ռեկորդներ սահմանելով հեռավորության, այսօր էլ Բելգորոդում շատ լուրջ հարվածներ է կարողացել հասցնել, չնայած որ 3 Լվովում էլ ահաբեկչություններ տեղի ունեցել, այդ մասն էլ երևի իմացաք։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Զախարովան, խոսելով Վենեսուելայից, եւ նա ասում է, որ Ռուսաստանի շնորհիվ Վենեսուելան կարողացավ պահպանել իր պետականությունը, թե ինչ են արել, դուք ինքներդ մտածեք։ Շատ լարված է Մեքսիկայում։ Երևի լսել եք նաև այդ մասին, եթե չէ հիմա մի 2 բառով անդրադառնանք։ Ուրեմն հիշում եք Թրամփը երբ որ լուծեց Մոդուրոյի հարցերը Վենեսուելայում,
հստակ սպառնալիքներ հղեց մի քանի երկրների, որտեղ որ կան այդ նարկոկորտելները, եւ այդ երկրներից մեկը նաեւ Մեքսիկան էր։ Վենեսուելայի հարցը լուծեց, Մեքսիկային սպառնաց, Կոլումբիային սպառնաց եւ հիմա Մեքսիկայում ահավոր իրավիճակ է, քանի որ Մեքսիկայի իշխանությունները նարկոկորտելի ղեկավարներից մեկին են կարողացել սպանել, իսկ այդ նարկոկորտելը եւ այդ առաջնորդը կարելի ասել պետության մեջ պետություն էր, շատ զինված, լուրջ մի նարկոկորտել է, որը որ մեծ խնդիրներ է ստեղծել Մեքսիկայում եւ պարզվում է, որ այդ օպերացիան իրենք կարողացել են իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին, բայց դրանից հետո արդեն մեծ սարսափներ են սկսվել Մեքսիկայում, ամենտեղ կարակոցներ, կարակներ, պայթյուններ, փաստացի հենց Մեքսիկայի ներսում կարելի ասել, որ փոքրիկ պատերազմ է սկսվել եւ պաշտպանության նախարարությունը փորձում է ոչնչացնել այդ ուժերին, կոնկրետ պաշտպանության նախարարությունը, ոչ թե ներքին գործերի նախարարությունը։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։